Երեխեք ջան բարև, լավ եք։ Վարչապետ։ Բարև եղբայր։ Մեր ցավը տանեմ ես։ Ես Երևանը եմ ապրել քեզ, սպասում եմ քեզ։ Եղավ եղբայր ջան։ Մի րոպե վերցրու։ Գետապ բնակավայրի եւ հարակից բնակավայրերի սիրելի քաղաքացիներ, ողջունում եմ բոլորիդ, եկեք մի հատ իրար ծափ տանք արթնանանք։ Լավ եք, բարև ձեզ։ Եվ ուզում եմ հատկապես մեր երեխեքին ողջունեմ, ովքեր այս քարոզարշավի ամենակարևոր առանձնահատկությունը եւ շարժիչ ուժը եւ էներգիա աղբյուրը երեխեքն է, որովհետեւ ուր գնում ենք երեխաների մեծ ներկայություն կա։ Երեխեք ինչի եւ որտեղից եք իմանում միջոցառման մասին եւ ինչի եք գալիս։ Շատ հետաքրքիր։ Լսեցիք ինչ ասեց, ասում եմ երեխեք ինչի համար եք գալիս, գիտեք ինչ պատասխանեց, ասեց որ ուրախանանք, ծափերով, որովհետև մեր երեխեքը ընկալել են թե ինչա տեղի ունենում եւ ինչի համար, որովհետև մենք վերջին տարիներին շատ բարդ իրադրությունների միջով ենք անցել, եւ այսօր մենք քարոզարշավ ենք իրականացնում ուրախությամբ։ Առաջին ուրախության ամենամեծ եւ կարեւոր աղբյուրը հետեւյալն է, որ մենք ի վերջո հասել ենք մի գծի, որ մեր երկիրը ստեղծած, մեր երկրի համար աշխատած, իրենց վաստակը ունեցած, մեր թոշակառուների առաջ կամած շատ թե քիչ պարզերես ենք լինում, ինչու, որովհետև ի վերջո Հայաստանի Հանրապետությունում միջին կենսաթոշակը ավելին է քան սպառողական զամբյուղը, եւ այսինքն նշանակում է, որ մենք այսօր թոշակը բարձրացրել հասցրել ենք մի մակարդակի, որը հնարավոր է շատ թե քիչ տանելի կյանքի միջավայր ստեղծել։ Ընդ որում, սա առանձին վերցրած մի որոշում չի, ժողովուրդ։ Ես ուզում եմ հիշեցնեմ, որ 2018 թվականին, երբ որ մենք հեղափոխություն արեցինք իրար հետ, Հայաստանում նվազագույն կենսաթոշակը 16000 դրամ էր, 16000 դրամ։ Թորոսյանը ստեղ է, չէ՞։ Հիմա նվազագույնը ինչքան է, թոշակի նվազագույնը։ Տեսեք, մենք երբ որ 2018 թվականին եկել ենք հեղափոխություն ենք արել իրար հետ, Հայաստանում նվազագույն թոշակը եղել է 16000 դրամ։ Հիմա մենք նվազագույն թոշակը եռապատկել ենք, առանց հետվճարի, նվազագույն թոշակը եռապատկել ենք, ժողովուրդ ջան։ Եվ այն ժամանակ էլ որ բան ենք անում, սկզբից կրկնապատկեցինք նվազագույն թոշակը, դարձավ 32000 դրամ, մեր ընդդիմությունը մեզ ասում էր, հայ ինչ չեք դարձրել 32000 դրամ, մենք ասում ենք, լսեք, փոխանակ սուս մնաք, որովհետև ավելացնում ենք, հələ տեղ չենք հասնում, հələ մի հատ էլ դուք եք մեզ քննադատում։ Մենք 2018 թվականից մինչև այսօր փաստացի ուղղակի կամանուղղակի 5 անգամ թոշակ ենք բարձրացրել, ժողովուրդ։ Եվ այսօր մեր թոշակառուները կան, ներկային հաստատում են, որ իրանց թոշակը 10000 դրամով ավելացել է։ Հաստատում եք, որ հետ վճարով անկանխիկ առևտրի դեպքում հետ վճարով եւս 10000 էլ ստանում եք հետ, էլ եք հաստատում։ Եկեք ծափահարենք այս առիթով։ Ես Մալիշկայում այսօր քիչ առաջ մենք Մալիշկայում ենք եւ էլի այսպիսի մի խոսակցություն տեղի ունեցավ, տենց զրույցի հենց ամբիոնից այստեղից, ամբիոնչի պիկապի վրայից զրույցի բռնվեցի մի տիկնոջ հետ, ով ասեց 10000 ավելացել է թոշակս եւ ասեց, որ 10000 էլ հետ վճարով եմ հետ ստանում, ասից կառուցության ապահովագրությունից օգտվում ենք, ասեց հա, ասի ինչով արտահայտվում օգտվել, ասեց դեղեր եմ ստանում։ Ասում եմ նախկինում այդ դեղերի համար վճարում էինք,
Ասում է այո, ասում եմ ինչքան, ասում է 30,000 դրամ, ասում եմ իսկ հիմա վճարում եք, ասում է չէ, չեմ վճարում, ասում եմ հիմա ձեր դեպքում կարող ենք հաշվարկել, որ 10,000 դրամ ավելացել է թոշակը, 10,000 դրամ հետ եք ստանում հետ վճարով, 30,000 դրամ, որը նախկինում ծախսում եք դեղեր գնելու վրա, հիմա չեք ծախսում դեղեր գնալու վրա, ստացվեց, որ ձեր մի ամսվա փաստացի եկամուտը 50,000 դրամով ապրիլի 1-ից ավելացել է։ Եվ նա հաստատեց։ Ես կարծում եմ, ես էլ լավ առիթ, որ մենք ծափահարենք։ Հաջորդը շատ կարևոր է, գիտեք, մենք շատ լավ ավանդույթ է եւ ես էլ այդ ավանդույթի հավատարիմ կրողն եմ, չնայած վերջին տարիներին տենց չի լինում, որովհետեւ ընդհանրապես որոշում եմ կայացրել, որ ալկոհոլ ընդհանրապես չեմ օգտագործում, բայց մենք միշտ հոտնկայց խմում ենք մեր մեծերի, մեր ծնողների կենացը եւ ճիշտ ենք անում։ Բայց նաեւ ես այսօր ուրախ եմ արձանագրել, որ ինչքան մենք մեր կյանքի ընթացքում հոտնկայց այդ կենացը խմել ենք, այսօր մենք մեր տարիքով 65+ տարիքի թոշակառուներին ասում ենք, որ մենք ձեզ առողջություն ենք մաղթում, բայց եթե կստացվի այնպես, որ դուք առողջական խնդիր կունենաք, իմացեք, որ ձեր հարազատ պետությունը ձեր կողքը կանգնած է։ Ինձ համար այդ ընտանեկան կարծում եմ այդ ծանոթ պատկերա, երբ որ մեր ընտանիքում մարդ է հիվանդանում եւ պարկած ալնում, այդ մահճի կողքը հայտնվում է մի աթոռ եւ այդ աթոռի կողքը հայտնվում է շատ հաճախ երկար ժամանակ նստում այն մարդը, ով ամենաշատն է ցավում հիվանդի համար եւ ուզում է, որ հիվանդը րոպե առաջ առողջանա, նրա բոլոր կարիքները բավարարված լինեն։ Եվ ես այս տեսարանին հիմա ուրիշ բան եմ ասում եմ այդ նույն մեր հիվանդների մահճակալի կողքը երկրորդ աթոռն է հայտնվել։ Եվ եթե այն առաջին աթոռին նստած է եւ շարունակում է նստած մնալ իրեն ամենահարազատ մարդը, այս երկրորդ աթոռին նստած է իր հարազատ պետությունը, իր հարազատ պետությունը, Հայաստանի Հանրապետությունը։ Եվ սա նրա արտահայտությունն է, սիրելի ժողովուրդ, որ Հայաստանի Հանրապետությունը սիրում է ձեզ, Հայաստանի Հանրապետությունը սիրում է ձեզնից յուրաքանչյուրին, եւ մենք ուզում ենք, որ դուք զգաք այդ սերը, մենք ուզում ենք, որ մեր երեխեքը այդ սերը զգան, եւ մեր երեխեքը իրականում ինչի են այստեղ, հələ մեծերին որևէ ձևով կարելի է ասել, հորդորելով, չգիտեմ, հրավիրել, երեխեքին ինչը կարող է բերել այս հրապարակ, ժողովուրդ, երեխեքին ինչը կարող էր բերել այս հրապարակ, երեխեքին այս հրապարակ կարող է բերել սերը, միայն սերը, միայն ու միայն սերը, եւ այս երեխեքը զգում են այն սերը, որ մենք տածում ենք իրաց նկատմամբ, եւ այդ է պատճառը, որ իրանք այսօր եկել են ստեղ, ճիշտ եմ ասում երեխեք։ Զգում եք, որ մենք ձեզ սիրում ենք, զգում եք, որ ես ձեզ սիրում եմ, դե ձերով ցույց տվեք, ինչքան եմ ես ձեզ սիրում, ինչքան եմ սիրում, այդքան ճիշտ է, ես աստղերի չափ եմ, ամպի չափ եմ ձեզ սիրում, բոլորիդ ամպի չափ եմ ձեզ սիրում, եւ այս այն ինչ որ մեր տեսեք ձեզ համար դպրոց են կառուցում, մյուս տարի դպրոցը կլինի եւ երբ որ այդ դպրոցը կառուցվի, այդ դպրոցի մտնելու առաջին վայրկյանից դուք ձեր պետության, Հայաստանի Հանրապետության սերը կզգաք ձեր նկատմամբ եւ ամենակարևոր փոփոխությունը ելի եմ ասում, շատ են ասում հեղափոխությունից հետո ինչա փոխվել, բաներ չի փոխվել եւ այլն, շատ բաներ կա, որի մասին կարելի է խոսել, ընդ որում կարելի է այդ բաների մասին խոսել թվեր հիշատակելով, բայց ինձ համար ամենակարևոր բանը, որ Հայաստանում փոխվել է 2018 թվականի հեղափոխությունից հետո, հետևյալն է, որ 2026 թվականի Հայաստանի Հանրապետության առանձնահատկությունը այն է, որ պետությունը սիրում է իր քաղաքացուն եւ քաղաքացին սիրում է իր պետությունը։ Ես ուզում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացին 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններով իր սերը արտահայտի իր պետության նկատմամբ, որովհետեւ 2026 թվականի մայիսին Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող չտեսնել իր պետության սերը իր նկատմամբ եւ քաղաքացիների նկատմամբ սերն է, որ մեզ ստիպել
դրթելա, թեկուզ դժողքի միջով անցնելով, այդ դժողքի միջով անցնելով, գալ հասնել էստեղ եւ կանգնել ձեր առաջ եւ ասել, որ ժողովուրդ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, ձեր պահանջած եւ ձեր ակնկալած խաղաղությունը Հայաստանի Հանրապետությունում այլևս հաստատված է, խաղաղությունը այլևս հաստատված է Հայաստանի Հանրապետությունում, սիրելի ժողովուրդ։ Եվ այն, որ մենք այս ընտրություններում ձեզնից ակնկալում ենք մի բան, ընդամենը մի բան, որ դուք գնաք ընտրական տեղամասեր եւ տեր կանգնեք ձեր խաղաղությանը, գնաք ընտրական տեղամասեր եւ տեր կանգնեք ձեր պետությանը, տեր կանգնեք ձեր անկախությանը, տեր կանգնեք ձեր ապագային։ Ինչա փոխվել 2018 հեղափոխությունից հետո, հետեւյալն է փոխվել մեր ողջ պատմության ընթացքում, ապագան եղել է մի ինչ որ հեռավոր եւ անհասանելի բան, շատ հեռավոր եւ շատ անհասանելի մի բան։ 2021 թվականին մենք եկանք եւ դες ասցինք ապագա կա։ Մենք այն ժամանակ ասցինք ապագա կա, երբ որ թվում էր, թե հույս չկա ընդհանրապես, ոչ միայն ապագայի, այլև այսօրվա։ Բայց մենք այսօր այդ ընտրությունից 5 տարի հետո եկել ենք ասել, որ մենք ձեզ ասեցինք, որ ապագա կա, դուք մեզ վստահեցիք ու հավատացիք, մենք այսօր եկել ենք ասել, որ ապագան այսօր է, ապագան այսօր է, ապագայի եւ մեր միջև այլևս ոչինչ չկա, մեզ ապագայից ոչ մի բան չի բաժանում, մեզ հարկավոր է ամուր բռնել, ամուր պահել եւ հոգ տանել այդ ապագայի նկատմամբ եւ այս է պատճառը, որ 2026 թվականի հունիսի 7-ին մենք ակնկալում ենք, որ գնաք ընտրական տեղամասեր եւ տեր կանգնեք այն ապագային, որը ստեղծվել է ձեր ջանքերի, ձեր զրկանքների, ձեր աշխատանքի, բայց առաջին հերթին ձեր սիրո եւ հոգատարության շնորհիվ։ Այսօր տարբեր մարդիկ կան, որ դուրս են գալիս, ասում են, դե գիտեք ինչ, մենք ենք, կամ ես, կամ իրանք իրանց մասին, էլի խոսել, ես ելնելու եմ վարչապետ, ես ելնելու եմ, լավ թարգեք այդ բանը, լավ են, սաղ որոշված է, բանը, սաղ, էլի գիտեք, էլի բանը, սաղ, սադավորած է, սաղ, այդ մարդիկ չեն հասկանում, թե սուր են ընգել, ընդհանրապես, չեն հասկանում, նրանք չեն հասկանում, որ ով կլինի ընտրություններից հետո Հայաստանի Հանրապետության վարչապետ, չէ, մի րոպե, ով կլինի Հայաստանի Հանրապետության վարչապետ, այդ կախված է, գիտեք ումից, այդ կախված է մի մարդուց, ընդամենը մի մարդուց, երեխեք գիտեք ով այդ մի մարդը։ Ես եմ։ Ոչ, Հայաստանի, ասում ամենք, դուք հլը չէ, դուք քանի տարեկան ես, այդ որ ասեց մենք, ով քանի տարեկան եք, ասա, 11, դու 7 տարուց կլնես այդ մարդը, բայց այսօր դեռ չէ, ով կլինի ընտրություններից հետո Հայաստանի Հանրապետության վարչապետ, կախված է մի մարդուց, ընդամենը մի մարդուց, եւ այդ մեկ մարդը դու ես, 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 երեխեք սպասեք ասի վայ։ Դուք դեռ ընտրություններին չեք մասնակցում, երեխեք, դուք երբ որ 18 տարեկան դառնաք, 18-ից հետո, որովհետև ընտրություններին մասնակցում են 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող բոլոր քաղաքացիները։ Եվ այդ մեկ մարդը դու ես, եւ այդ մեկ մարդը դու ես,
եւ այդ մեկ մարդը դու ես, եւ այդ մեկ մարդը դու ես, եւ այդ մեկ մարդը դու ես, եւ այդ մեկ մարդը դու ես, եւ այդ մեկ մարդը դու ես, եւ այդ մեկ մարդը դու ես, եւ այդ մեկ մարդը դու ես, եւ այդ մեկ մարդը դու ես, եւ այդ մեկ մարդը դու ես, եւ այդ մեկ մարդը դու ես, եւ այդ մեկ մարդը դու ես, եւ այդ մեկ մարդը դու ես, եւ այդ մեկ շատ ճիշտ է իրար հետ, եւ այդ մեկ մարդը դու ես, 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 եւ այսպես այս մեկ մարդկանց համախումբն է, որ կոչվում է Հայաստանի Հանրապետության հպարտ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության պետականատեր ժողովուրդ եւ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը 2026 թվականի հունիսի 7-ին գնալու է ընտրական տեղամաս եւ տեր է կանգնելու իր պետությանը, տեր է կանգնելու իր անկախությանը, տեր է կանգնելու իր ապագային եւ տեր է կանգնելու իր խաղաղությանը։ Երեխեք Երեխեք հիմա ինձ ձեր օգնությունն է պետք։ Հիմա ես ասում եմ, որ ասում եմ երեխեք հիմա ինձ ձեր օգնությունն է պետք, ասում եմ ինչ ա եղել։ Էսա կասեմ ինչ ա եղել։ Ինչ հետևյալը, ես ասում եմ ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, հենց ձեզ ցույց եմ տալիս, ասում եք 16-ին, 16-ը գիտեք ինչա։ 16-ը քաղաքացիական պայմանագիր կուսակցության քվեաթերթիկի համարն է եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության օգտին քվեարկելու համար պետք է վերցնել 16-րդ քվեաթերթիկը։ Սկզբից ասում եմ ընտրություններ 2026-ին քվեարկում ենք 16-ին, 3 անգամ դա կրկնում ենք, հետո պետք է բացատրենք, թե ինչու ենք քվեարկում 16-ին, որովհետև դա ինքնանպատակ չի, որովհետև դրանից հետո ես ասում եմ, որովհետև պետությանը դուք ասում եք տեր ենք, որովհետև հետո ասում եմ անկախությանը դուք ասում եք տեր եմ, ասում եմ ապագային դուք ասում եք տեր եմ, ու տեր շարունակում եք ինչքան ասում եք տեր եմ, եղավ, պայմանավորվեցինք, դուք մասնակցում եք, սպասեք, հələ եկեք ես դիմացը երեխեք, բոլորդ եկեք դիմացը, դուք էլ եկեք ես դիմացը, Եվ ուրեմն, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, չեղավ, ընտրություններ 2026-ին ասում եմ, հենց ձայնը ձեզ եմ տալիս, ասում եք 16-ին, հատու արակ, պետք չի ասել 16-ին կամ 16-ին, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք 16-ին, հետո ասում եմ, որովհետև պետությանը դուք ասում եք ուժեղ, բայց տեր եմ, ապագային տեր եմ եւ այդպես շարունակ։ Եվ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, Գետափին, Եղեգնաձորին, Վայոց ձորին, Հայաստանի Հանրապետությանը,
Փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը, շնորհակալ եմ շատ։ Հիմա երեխեք սենց են կանում։ Ասեք։ Նախ շնորհակալություն ենք հայտնում, որ մեզ համար դպրոց եք կառուցել եւ Չեն կառուցել, դեռ կառուցում ենք։ գյուղում լավ թիմ ունենք ֆուտբոլի։ Խնդրում ենք կարող եք ֆուտբոլի դաշտ կառուցել։ Երեխեք, ուրեմն տեսեք, մեր նախընտրական ծրագրում ներառված այդ կետ, որ 2026-ից 2031 թվականը Հանրապետությունում 100 առնվազն 100 կոմբինացված խաղադաշտեր կկառուցենք։ Հիմա նախ դպրոցը դուք բոլոր Գետափ գյուղից եք, հա։ Նախ ձեր դպրոցը ունենալու է ֆուտբոլ դաշտ ունենալու եւ Տիկին Անդրեասյան հաշվի առնելով Տիկին Անդրեասյան հաշվի առնելով երեխեքի խնդրանքը մենք հիմա տարածքային զարգացման հիմնադրամի հետ իրանք են կառուցում թե Քախշինը տարածքային զարգացման հիմնադրամի հետ խոսենք որ այդտեղ դաշտի ծածկը լինի արհեստական խոտածածկով դաշտ է չէ՞ ուզում դաշտը լինի խոտածածկով հետո մենք կմտածենք նաև կոմբինացված խաղադաշտի Գետափի նստատեղեր լինեն հայ երեխեք դե մենք նախագծում կա ամեն ինչը որն է հա չէ երեխեք հոբ մի րոպե ստադիոնը հետո հիմա կլինի նստատեղեր ասենք ենթադրենք մի 100 նստատեղ լինի ինձ թվում է հերիքա սկզբի համար հերիքա եւ ներսում կունենաք բասկետբոլի բնականաբար բահու կիսատ չի լինելու շատ լավ պայմանավորվեցինք բայց հիմա ուրիշ բան ենք պայմանավորում երեխեք հիմա ես իջնում եմ արագ ձեզ նվիրում եմ մեր քարտեզներից բայց դրա համար պետքա կազմակերպված ուրեմն ես տեղ կանգնում եմ դուք այստեղ հերթով իրար հետևից ստանում եք քարտեզը եւ չէ հերթով պետք չի շտապել պետք չի քարտեզը թխվածքը ստացաք այն կողմով դուրս եք գալիս ու հերթով որպեսզի կարողանանք արագ կազմակերպենք պայմանավորվեցինք դե մի հատ այդ ծափերով ողջունենք իրար եւ սկսենք Պատրաստ եք դե բան արեք այդտեղ ճիշտ տեղ ես դե պատրաստ չես Լեոնարդ ջան ասում ես պատրաստ եմ մի րոպե սկսեցինք եկեք երեխեք գնացիք եկեք Ես եմ շնորհակալ թխվածքը Ես եմ շնորհակալ Ես եմ շնորհակալ Տուփը երկրորդ տուփը պատրաստեք Երեխեք ջան շտապելու հրմշտոցի կարիք չկա Ես եմ շնորհակալ Ինձ մախոր համար ես կտա Իհարկե կտամ Շնորհակալ եմ դու Լևոն ես պահել Թխվածք Շնորհակալություն Շնորհակալ
Վերցրու եղբայր։ Էս էլ քարտեզն է։ Օհո, մի րոպե չեղավ։ Միշտ ապացրեք երեխեքին գո։ Մի տուփի մեջ քանի է տա խաղած։ Ես եմ շնորհակալ։ Բարև եղբայր։ Վերցրու եղբայր։ Հա, իհարկե եղբայր։ Իհարկե։ Վերցրեք։ Վերցրու մռութիք ջան։ Մի րոպե քեզ եմ։ Վայ։ Հատել քեզ։ Միատ կարաք տեկա։ Վայ չենք հասցնի, շատ ժամանակ չկա։ Ընկավ եմ մեկը գետնից վերցրու գցի են կողմ։ Սեն դուրս արի, ես կոմով, որ դե սենց դուրս եկեք։ Հաջա, հա իհարկե եղբայր։ Ինչ ա եղել ձեռը։ Ինչի։ Երկու հատ, սպասի, ես էլ դնեմ ստեղ։ Հաջա, ասա։ Ինձ 3 հատ կտակ։ Հա, ահա։ Վերցրու եղբայր։ Շնորհակալ։ Ինձ 2 հատ կտակ վար։ Հա, իհարկե։ Ամեն։ Ես եմ շնորհակալ։ Ահա։ Սենցուցու փոս կանգնել է։ Վերցրու մրուտ։ Մի հատ իրան բուկլետ է։ Վերցրու, ես էլ վերցրու։ Հեսա քեզ էլ կտան։ Եկեք, դե ով ստացավ առաջանցենք երեխա։ Բայց ես դուր էս Ամեն։ Ես եմ շնորհակալ։ Եթե շապ հասնի մեծ սիրով ձեզ Հա, մերսի եղբայր։ կանանք ձեզ եկար։ Մռուտ ջան, երկար կտևի, ժամանակ չկա։ Երեխեք։ Երեխեն են մի թորանց է տանը։ Խնդրեմ։ Վարչապետեն մի թորանց։ Վերցու։ Երեխեք եկեք, շուտ արեք, երեխեք շուտ արեք։ Ես տուպը տող մնա քարտեզները վրան դիր, էլի, սենց։ Վերցրեք։
Վերցրու, կտասում։ Անենց արեք, որ տենց բանի վրա չտնենք էլ։ Ես եմ շտուր է։ Ասում եմ։ Վայ մռութիվ ջան։ Բուկլետ տուր մայրիկի։ Շնորհակալություն։ Ես եմ շտուր։ Բարի երեխեք ջան։ Վայ, մի րոպե ես։ Հա? Հա ոչինչ, վերցրու։ Էս է։ Դե վերցրու։ Վերցրու։ Ինչ են ասում։ Վերցրու։ Շնորհակալություն։ Վերցրու, երեխեք ջան։ Հա ջան։ Ժամանակի խնդիր ունեմ, 1000 ներողություն եմ խնդրում։ Ժամանակ չունենք։ Հա, ժամանակի խնդիր ունենք։ Մի հատ միկրոֆոնը տվեք, միկրոֆոնը տվեք։ Ժողովուրդ ջան, շնորհակալ եմ։ Հիմա մենք ժամանակի խնդիր ունենք։ Պետք է գնանք։ Ուրեմն, տեսեք ժողովուրդ ջան, ժամը 7:30 Եղեգնաձորի ամֆիթատրոնում մեծ հավաքն է մեր նախատեսված, որտեղ նաև դրոն շոու ալինելու եւ նվագելու եմ նաև ես ձեզ համար բոլորիդ ով ժամանակ հավես տրամադրություն ունի, բոլորիդ սպասում եմ։ Ապրիլն ենք 101-ամյակն էր նոր նստած։ 101-ամյակը ուրա։ Հունվարին էր 101-ամյակը։ Ահա։ Նստած է։ Բան են կարել իրան նվերը պետության։ Մի քիչ հետ գնացել ժողովուրդ, մի քիչ է։ 101-ամյա պապի Երեխեք ջան, գաք ես կողմ։ ինքը ձեր 100-ամյակն եք նշել շնորհավոր եք 101-ամյակը շնորհավորում եմ նորից ուրախ եմ գնալու եք ընտրությունների շնորհակալ եմ շատ լավ եք հա ջան խնդրում եմ ուշանում ենք էլի 1000 ներողություն ուշանում եմ կներեք էլի չենք հասնի ժողովուրդ ջան ուրիշ անգամ շնորհակալ ենք բոլորիդ Եղեգնաձորին սպասում ենք լավ եղեք Այսպիսին էր գետափում մեր քարոզչությունը, ուրեմն գնալով ավելի երեխաների ավելի ու ավելի հետաքրքիր ասում եմ երեխեք ինչի համար եք գալիս ասում եմ որ ուրախանանք հասկանում եք ասում եմ գալիս ենք որ ուրախանանք եւ մենք ուրախ ենք որ երեխաներին կարող ենք ուրախություն պատճառել սիրում ենք բոլորիդ